շատ շնորհակալություն եմ հայտնում։ Բեժանո Պարիխումբը կազմվել է 2011 թվականին Յուրա Յալոյանի ջանքերով, դեռ նա այդ ժամանակ դպրոցական տարիներում ցանկացել է Պարի արվեստով առաջ տանել գյուղի Պարիխումբը, ունենալ առանձնահատուկ փայլ բեմերում։ Ես չունեի աշխատանքային փորձ, նոր էի սկսում, ճիշտը չգիտեի ինչպես պետք է դասավանդել բարը երեխաների մոտ սերմանել, եւ ավարտեցի դպրոցը, ընդունվեցի Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական կոլեջը, բարարվեստի բաժինը։ Այնուհետև շարունակեցի Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի բարարվեստի բաժինը, ել ավելի մասնագիտականալով սկսեցի աշխատել իմ գյուղի աշակերտների հետ։ Աշխատել է տարբեր պարային խմբերի հետ, այնուհետև 2015 թվականից մինչ օրս աշխատում է Բեժանո պարային անսամբլի հետ։ Նրա աշխատանքները տարբեր ոլորտում գրեթե նույնն են, թե դպրոցի տնօրեն եւ թե անսամբլի պարուսույց։ 10 տարի է, ինչ արդեն Բեժանոյի հանրային դպրոցի տնօրենն է նա։ Սկզբից ունեինք 20 երեխա, այսօր ունենք 70-ից ավել երեխաներ, չնայած այն հանգամանքին, որ այսօր աշխատում եմ նաեւ Բեժանոյի հանրային դպրոցի տնօրեն, 10 տարի ինչ դասավանդում եմ դպրոցում, բայց եւ այնպես չեմ մոռանում իմ երեխաներին, իմ աշխատանքը, ինչքան էլ որ ծանրաբեռնած լինեմ դպրոցով, բայց եւ այնպես ես ժամանակ եմ գտնում շաբաթական 2 օր աշխատել երեխաների հետ։ Սովորում են երեխաները հայկական, վրացական բառեր, մասնակցել են Վրաստանում տեղի ունեցող երևի թե մեծամասնաբար միջազգային փառատոներին, Ախալքալակի քաղաքապետարանի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին, մշակույթի պալատի կողմից կազմակերպված Ջավախքի կարուն փառատոնին, որի փառատոնի հետ միասին են կարծես թե մեծացել իմ երեխաները։ Խումբը մասնակցել եւ մասնակցում է բազում միջոցառումների Վրաստանի տարբեր քաղաքներում, վերադառնալով հաղթանակներով եւ պարգևատրումներով։ Ունեցել ենք մեծ հաջողություններ, առաջի, երկրորդ, երրորդ Գրան-պրի, եղել են մայրաքաղաք Թբիլիսիում տարբեր փառատոնների, ունեցել ենք Ձմեռային Բաքուրյանի փառատոն, Նինոցմինդա, Ախալցիխե եւ Վրաստանի տարբեր շրջաններում։ Պարուսույցի եւ սաների նպատակն է մասնակցել այլ երկրներում մեծ բեմերի վրա, ունենալով ավելի մեծ արդյունքներ, ու նաեւ նա չի մոռանում իր առաջին մասնագիտությունը, որը ասպարեզ է հանել Բեժանոյի պարային խմբին։ Դերևս ուսանողական տարիներին համագործակցել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարեմիջազգային կոմիտեի հետ, բայց եւ այնպես գիտենք, որ մեր ծախսերի հետ է կախված Վրաստանից դուրս գալը, մասնակցել դրսի միջազգային փառատոններին, այդ իսկ պատճառով իմ երազանքն է եւ իմ երեխաների աշակերտների երազանքն է, որովհետեւ նաեւ դուրս գանք դեպի արտասահման մեծ միջազգային փառատոնների։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, սկզբից դպրոցում դասավանդում էի արվեստ առարկան, այնուհետև արդեն 3 տարի ինչ ատեստացիաս ուսուցիչ եմ քաղաքացիական կրթություն առարկայից, սիրելով իմ առարկան խորանում եմ երեխաների դել ավելի հետաքրքիր աշխատանքս, բայց եւ այնպես չեմ մոռանում իմ առաջին մասնագիտությունը, որ ես պետք է դասավանդեմ բարարվեստը։